Մեծարգո պարոն փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ըստ էության խոսքը գնում է ճարտարապետական գործունեության մասին օրենքով Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետների պալատ ստեղծելու։ Ճարտարապետների միությունը վերակազմակերպում է որպես պալատի եւ ձեռք է բերում մի շարք ֆունկցիաներ, որը որ մինչ այդ այն չի ունեցել։ Եվ երկար տարիներ այդ լիազորությունները ինչի մասին, որ մենք խոսենք եւ ամրագրված է օրենքով, երկար տարիներ տարբեր հարթակներում մասնագետները միշտ առաջարկել են եւ այս առաջարկները բխում են համաշխարհային պրակտիկայից։ Բոլոր զարգացած երկրներում, ընդհանրապես բոլոր զարգացած երկրներում ճարտարապետների գործունեությունը կարգավորվում է նմանատիպ օրենքով։ Այն սկզբունքները, որ այստեղ դրված են, դրանք բոլորը միջազգային պրակտիկայից են վերցված եւ այսպիսով մենք կարողանանք համահունչ քայլել եւ շատ կարեւոր է մասնագիտական գործունեությունը կազմակերպելու համար։ Խնդիրը նրանումն է, որ պալատին տրվում է լիազորություն ճարտարապետներին այսուհետ արտոնագրելու, պալատը միայն արտոնագրված ճարտարապետի իրավունք ունի զբաղվել մասնագիտական գործունեությամբ եւ մնացածները, ովքեր որ պայմաններին չեն բավարարվի, պետք է ունենան համապատասխան ստաժ եւ անցնեն համապատասխան քննություն։ Այսպես է կարգավորվում բոլոր երկրներում։ Եվ այստեղ օրենքը իր մեջ նախատեսում է հատուկ գրանցամատյանների վարում, ստեղծում, ճարտարապետների ուրեմն պաշտպանության խնդիրներ, համապատասխան պատժամիջոցներ տարբեր կարգի խախտումների, այդ թվում էթիկայի կանոնների խախտումների համար եւ իր բովանդակային մասով ներառում է բոլոր անհրաժեշտ ուղղությունները։ Եվ օրենքը սկսվել է մշակվել դեռևս 2008 թվականին, տարբեր պատճառներով այն օրակարգից դուրս է եկել, 2014 թվականին մենք սա համարել ենք գերակա ուղղություն եւ բոլոր հարթակներում քննարկել ենք եւ այս օրենքը ներկայացում է քաղաքաշինության նախարարության եւ Հայաստանի ճարտարապետների միության հետ համատեղ։ Խնդրում եմ ուրեմն ձեր կարծիքները։ Շնորհակալություն։